Դե իսկ աղցանի համար մեզ անհրաժեշտ է լինելու մեկ այսպիսի միջին փունջ պնդոտ թարմ բրոկոլի, որը նախնական մենք լվանում ենք, ուշադիր ենք նայում, որ մուգ լինի, վրայի այս ծաղկաբույլերի հատվածը մուգ կանաչ, դա կվկայի այն մասին, որ թարմ է մթերքը, հավի կրծքամիսը մեզ անհրաժեշտ լինելու մեկ ամբողջական, նաև մեկ հատ գազար բուլղարական պղպեղ 2 երանգի սխտոր, մեկ հատ ամիկ կօգտագործենք կեսը, սակայն անհրաժեշտ է լինելու համեմիաղացած սերմ, պապրիկա քաղցր և մի փոքր օրեգանո, ինչպես նաև այս հիասքանչ աղցանի համը էլ ավելի կծաղկեցնեն բալզամիկական քացախը, или բալզամический уксус ռուսերենով ասված, բարձր որակի էքստրա վիրջին զիթայուղ կամ զեյթունի ձեթ և թեթև տեսակի սոյայի սոուս, սոյովый սոուս լյոխկի կոչվում է։ Առաջարկում եմ սկսենք հավի կրծքամսից և բաժանենք միջին, ուտելու համար հարմար կտորների, որովհետև կրծքամիսը մենք հիմա տապակելու ենք, սրանք էլ բաժանենք այսպես երկու մասի, այսպես քառակուսի կտորներ ենք ստանալու, տապակելու ենք սոյայի սոուսի մեջ, շատ համեղ եղանակով, գիտեք ինքներդ ինչ որտեղ բնորոշում է իմ ոճը նաև այս պատրաստելու ձևը, իմ հետևորդները հասկացան ես ինչի նկատի ունեմ, անցնենք բրոկոլին 1-2 րոպե ոչ ավել, պետք է եռացնենք նախորոք աղարած եռման ջրի մեջ, այսպիսի կտորներ են մեզ անհրաժեշտ լինելու կամ սա էլ բաժանենք զգուշորեն երկու մասի, այսպիսի լավ 3 մասի, ինչի երկու, ճիշտ չի, թող լինի գեղեցիկ միջին, այսպիսի կտորներ են մեզ անհրաժեշտ, այստեղից կտրում ենք զգուշորեն, վերջ, որը որ շատ մեծ է, բաժանում ենք մի քանի մասի, այսպես, արագ, գեղեցիկ, տեսնում եք, առանց որևէ կորստի, արագ աշխատանք ենք կատարում, վերջ, սա մեզ անհրաժեշտ չի, սրանք, որը որ մեծ է, տեսեք, սա մեծ է, նորից զգուշորեն կտրեցինք և բաժանեցինք 2-3 մասի, այսպես, վերջ, սա էլ ենք դնում ափսեի մեջ, արագ հիմա ներկայացնում եմ մեկական օրինակ ձեզ յուրաքանչյուր մթերքը կտրելուց և անցնում ենք առաջ, բուլղարական պղպեղը բաժանում ենք սկզբում այսպես զողերի, որից հետո 2-3 մասի, պետք չի շատ մանր, այսպիսի կտորներ են մեզ անհրաժեշտ, սա նույնպես, բուլղարական պղպեղը ես այսօր չեմ տապակելու, ցանկության դեպքում դուք կարող եք մի թեթև տապակել, նոր ավելացնել աղցանին, ես չեմ տապակելու, հենց այսպես թարմ վիճակում կավելացնենք, սակայն կրկնում եմ երկու տարբերակներն էլ նորմալ են, չերի լոլիկը կամ կարող ենք թողնել հենց այսպես գեղեցիկ, կամ բաժանել պարզապես երկու մասի, սա էլ այսպես և նույն գործողությունով մնացածն ենք անում, իդեպ անպայման տեսեք, մենք այստեղ հավ կտրեցինք նոր, ես հիմա և լոլիկը և բուլղարական պղպեղը պարտադիր պետք է լվանամ, որտեղ մենք այն չենք տապակելու, ջերմային մշակման չենք ենթարկելու, դրա համար հավի այս մնացորդը կարող է վնասակար ազդեցություն ունենալ, լվանում ենք այս ամենը և անցնում ենք կրակի մոտ, այսպես մենք նկատում ենք, որ ջուրը եռում է, ավելացնում ենք մոտ մեկ այսպիսի ճաշի գթալ սովորական հավ, մի հատ կխառնենք այսպես, ավելացնում ենք բրոկոլիները,
ավելի ստույգ բրոկոլի կտորները, բրոկոլին մեզ մոտ 1 հատ էր, և եփում ենք, կրկնում եմ 1-2 րոպե, մենք նույնիսկ մի քանի վայրկյանից իրան արդեն կանջատենք և կսպասենք մինչև գույն տա, կանաչ երանգ է հաղորդելու ջրին, հենց հաղորդեց տեղում հանում ենք, որովհետև դա կնշանակի, որ մթերքը պատրաստ է արդեն և առհասարակ բրոկոլին պատկերացրեք նույնիսկ առանց եփելու էլ են պատրաստում, սակայն մենք այդպես չենք անի, մի փոքր կփափկեցնենք իրան, տեսեք արդեն երանգի փոփոխության բաներ ենք նկատում և 1 րոպե անցել արդեն ջուրը նույն կերպով կլինի, կփոխվի երանգը, հիմա այս վայրկյանից սկսած կհաշվենք մինչև 40-ը, կանջատենք, 1 րոպե անց ջրքամում ենք և տեղում սառը ջուր ենք վրան ցողում կամ հանում ենք ու լցնում ենք սառուսով ջրի մեջ, որպեսզի այն պահպանի իր տեսքը, չլխկվի, սակայն լինի արդեն մեզ համար անհրաժեշտ պատրաստության ձևի։ Հերթը հավի մսինն է, հիմա հավայի մեջ կավելացնենք շատ քիչ քանակությամբ ձիթայուղ, այսինքն զեյթունի ձեթը, կրկնում եմ, որ գնելուց պարտադիր էքստրա վիրջին տեսակն եք գնում, որպեսզի լինի բարձր կարգի, այսպես տարածենք մի թեթև և միանգամից կավելացնենք հավի կտորները, և թեթևակի կտապակենք մինչև փափկելը և բոլոր կողմերից շատ թեթևակի կարմրելը, դա կլինի 4-5 րոպե առավելագույնս, ժամանակն է ավելացնելու սոյայի սոսը, կավելացնենք մոտ 2-3 ճաշի գթալ, բավական է, և այս ամենը հիմա թաթախում ենք սոյայի սոսի մեջ, այսպես, իջեցնում ենք կրակը և թողնում ենք, որ մի 3-4 րոպե այսպես տապակվի, բոլոր համերը փոխանցվեն միմյանց, այս փուլում ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը այն փաստի վրա, որ ես որևէ համեմունք չեմ ավելացնելու, համեմունքները այս անգամ կավելացնենք վերջում, կցուցադրեմ, կհասկանաք, այսպես լավ խառնենք հավեսով, վերջ ժամանակն է վերցնելու, հավի միսը ևս մոտենանք արդեն սեղանին և անցնենք մնացած գործողություններին, այսպես անցնենք առաջ, միսը թողնում ենք, որ հովանա, գոլանա կամ սառչի էլ ավելի լավ, հիմա ավելացնում ենք հերած գազարը համապատասխան մատուցվող ափսեի մեջ, միանգամից այսպես, ավելացնում ենք բրոկոլին, տեսեք ինչ գեղեցիկ էլ ավելի կանաչ երանգ է ձեռք բերել և մի փոքր փափկել է, հենց սա էլ մեզ անհրաժեշտ է, ավելացնում ենք այսպես, հաջորդ քայլով ավելացնում ենք պղպեղները և չերի լոլիկը, այսպես, գեղեցիկ, անսահման գեղեցիկ, անցնում ենք հաջորդ քայլին, ավելացնում ենք մսին խոստացված համեմունքները, դրանք են պապրիկան և համեմի աղացած սերմը, այս անգամ ես որոշեցի այսպես, այս բաղադրատոմսով և այս ձևով ներկայացնել ձեզ այս ամենը, ես ցանկանում եմ, որ չտապակվեն համեմունքները, այլ պարզապես այսպես թեթևակի կպնեն մսին և արդեն խառնվելու ժամանակ մնացած բաղադրիչներին, այսպես, յուրաքանչյուրից կես թեյի գթալ, նորմալ է, թե սիրում եք կարող եք մեկ էլ ավելացնել, բայց
Պետք չի շատ փչացնել մսի բնական համը, իհարկե, սա նույնպես պակաս կարևոր չէ։ Այժմ հասնում ենք ամենակարևոր գործողությանը։ Վերցնում ենք 1 պտղունց օրեգանոն, կարող եք չավելացնել, ըստ ճաշակի է իհարկե։ Ավելացնում ենք այստեղ, կարծում եմ 2 ճաշի գթալ բալզամիկական քացախ, 1.5, լավ, այսպես։ Ավելացնում ենք միանգամից զեյթունի ձեթը, 2 ճաշի գթալ, լավ է։ Ավելացնում ենք սոյայի սոուսը, 3 ճաշի գթալ կավելացնեմ, սա հենց նախատեսված է աղցանների համար, այս տեսակ սոուսը ես ասել եմ նախորդ տեսանյութերից մեկում, ավելացնում ենք այս սխտորի կեսը, քերում ենք հատուկ քերիչով, ավելացնում ենք միանգամից, խառնում ենք այսպես 1 անգամ, կարող եք կիտրոնի հյութել ավելացնել ըստ ցանկության, ես չեմ ավելացնի, այսպես լավ խառնում ենք, տեսնենք, ինչ հետաքրքիր բույր է, լավ այսպես խառնում ենք, հարգելի ընկերներ, և ավելացնում ենք մնացած բաղադրիչներին, և մեզ մնացել է ընդամենը այս ամենը, եկեք դնենք այստեղ, ոչինչ, ընդամենը այս ամենը մեզ մնացել է լավ խառնել, այսպես, թողնել 20-30 րոպե և մատուցել, միայն այստեղ նայեք, ինչ երանգների պայթյուն է, պատկերացնում եք մոտավոր ինչ համ է հաղորդվելու, նաև քանի չեմ մոռացել ասեմ, խնդրում եմ չշփոթել բալզամիկական քացախը բալզամիկական կրեմի հետ, կրեմը ավելի թանձր է լինում, դրանք լրիվ տարբեր բաներ են, կրեմը դա սոուսն է, որը պատրաստված է քացախի հիման վրա, կարող եք քացախի փոխարեն այդ կրեմն է օգտագործել, ինչու ոչ, սակայն խնդրում եմ երբեք չշփոթել, եթե կնկատեք, որ աղի պակասություն կա, թեպետ և ես օգտագործել եմ սոյայի սոուս, կարող եք ձեր քիմքին համապատասխան ձեր ճաշակով ավելացնել աղ, որքան կցանկանաք։ Այսօրվա համար նախատեսել էի այսքանը, մինչ նոր հանդիպում։